միասին հարգալ Աստծուն եւ մատապատարակի մասնակցել։ Գիտեք, թեև մենք շատ դժվար օրերով ենք անցնում, շատ դժվար ժամանակներով ենք անցնում եւ բոլորը գիտենք, բայց այսօրվա տոնը շատ ուրախ տոն է, շատ սպասված տոն է։ Գիտեք ինչի։ Որովհետեւ երբ որ հələ եկեք հետ գնանք մինչեւ Սուրբ Ծննդոց գիրքը, դուք հիշում եք, երբ որ Տեր Աստված պատժում էր եւ հատուցում էր տալիս Ադամին, Եվային եւ Օծին։ Հիշում եք, որ առաջինը սկսեց Օծից եւ հիշում եք Օծին ինչ ասեց։ Սա Աստվածամոր հղությունից հազարավոր տարիներ առաջ ասեց թշնամություն եմ դնում քո եւ կնոջ սերունդի առջեւ եւ ասում է նա կջարդի քո գլուխը, թե կարծեմ ասում է նրանից ծնվածը կջարդի քո գլուխը, անգիր չեմ հիշում։ Հələ Ադամին չէր հասել ու Եվային չէր հասել Աստուծո խոսքը, թե ձեզ պիտի վտարեմ երկրից, դրախտից եւ այլն, բայց հենց այդտեղ եկեղեցու հայրերն ասում են, որ խոստում տվեց Աստված, որ կբուժի այդ վիճակը, կբուժի այն վիճակը, որը որ վնասել ու ապականել էր մարդկային բնությունը։ Եվ հազարավոր տարիներ մարդիկ սպասել էին, թե երբ պիտի իրականանա այդ խոստումը Աստուծո, որ պետքա գա մի օր փրկիչ եւ ազատի մարդուն այդ ապականված վիճակից, չէ՞ որ ախր մեր բնությունը ապականված բնությունն է, մեծանում ենք, ծերանում ենք, թորմշում ենք, հիվանդանում ենք, 4-5 օր չլողանանք վրեկներիցս հոտ է գալիս ապականված բնություն։ Երբ պիտի գար Աստված, որ բուժեր դա։ Շատ մարդիկ դրա մասին չեն մտածում, որտեղ իրանք ասում են, գիտես, Աստված մենակ իմ հետ է, Աստված մենակ իմ սրտում է, Աստված իմ ցանկությունները կատարում է։ Ինչ օգուտ ունի այդ ամեն ինչը, եթե դու մնում ես նույն ապականված բնությունը, որ դու մոտ տեղը նույնիսկ վախենում ես, դու սովածանում ես, դու ծառայում ես, դու քեզ ստանում ես քո ունեցվածները եւ դու ձանձրանում ես մի քանի օր հետո այդ ունեցվածներից, ոնց որ երեխեքը։ Ես ԱՄՆ-ում եմ ապրում, եթե դուք գաք Ամերիկայում, սովորական ամերիկացու գարաժը մտնեք, ավտոտնակը, կտեսնեք լիքը խաղալիքներ, որովհետև առել են տվել են երեխեքին, մյուս օրը ձանձրացրել են, առել են նորն են բերել, մյուս օրը ձանձրացրել են։ Մեր բնությունն է այդպես։ Եվ մարդիկ հազարավոր տարիներով սպասել էին այդ օրը, որ պետքա գա մի օր ծնվի այդ փրկիչը աշխարհի, որը որ մարդուն պետքա ազատի այդ մեղքերից եւ հավիտենական կյանքի դուռը բացի։ Բայց նրանից առաջ պետք է գար նա, ով որ պետք է հղիանար դրանով, չէ՞, Աստվածամայրը։ Ու տեսեք դրա համար այսօրը պատկերացրեք, եկել է ժամանակը, լրացել է ժամանակը եւ ահավասիկ Հովակիմից եւ Աննայով հղիանում է Աստվածամայրը։ Այդ տոննա, որ տոնում ենք այսօր։ Ոչ մեկ այդ մասին չեն իմանում, հեռուստատեսությամբ այդ մասին չէին հաղորդում, CNN-ը կամ չգիտեմ BBC-ը մինից այդպես բաներ չկային, չէին հաղորդում ոչ միտեղ, բայց ծածուկ միտեղ Աստված գործ էր անում, ահավասիկ պատրաստվում էր ծնվել նա, ով պետք է հղիանար մեր Տեր Հիսուս Փրկիչին։ Դրա համար այս տոնը շատ ուրախ տոն է, դրա համար այս տոնը շատ սպասված տոն է, եւ չգիտեմ քանի հազարավոր մարդիկ են սպասել, քանի հազարավոր մարդիկ են միգուցե իրենց հույսները կտրել, բայց դուք տեսաք ընթերցվածքի մեջ Ավետարանի Եղիսաբեթը ինչ ասեց Մարիամին, ասեց Երանի նրան, ով որ կհավատա, որ Տիրոջից ասածները կկատարվեն իրեն, կհավատա, միգուցե 70 տարի կսպասի, միգուցե 100 տարի կսպասի, միգուցե 700 տարի կսպասի, բայց Տերը որ ասել է կկատարվի այդ խոսքը, երկինք ու երկիր չեն անցնի, մինչև որ Տիրոջ ասած խոսքը չանցնի, կկատարվի։ Հիշում եք Տեր Հիսուս Քրիստոսն ասել։ Դրա համար այս տոնը իսկապես շատ ուրախալի տոնն է։ Սկսվել էր այդ process-ը, հասել էր ժամանակը, որ ահավասիկ 9 ամիս հետո պետքա ծնվի մի աղջիկ, որը պետքա լինի խոնար, որին պետքա Սուրբ Հոգով Եղիսաբեթը ասի, օրհնյալ ես դու կանայս, այս խոսքերը ժողովուրդ ջան լավ հիշեք, որովհետև բողոքականներն ու աղանդավորները շատ են մեզ ասում, չէ, դուք ինչու եք Մարիամին այսպես ապատվում բան, չէ, որ Սուրբ Հոգով Եղիսաբեթն ասեց, օրհնյալ ես դու կանայս, օրհնյալ ես դու կանանց մեջ։ Եվ ահավասիկ եկավ Աստվածամայրը։ Խոնարհության մի տիպար, 15-16 տարեկան աղջիկ, որը որ ասում է Աստված նայեց իր աղախնի խոնարհության վրա։ Դուք պատկերացնում եք 15 տարեկան աղջիկ, 16 տարեկան աղջիկ, եկեղեցու հայրերն ասում են ինքը այդ տարիքին էր, չէ, որ ասում է, հասկանում է թե ինչ բան է խոնարհությունը, մի բան, որ լրիվ խորթ է այսօր մեր երիտասարդության ու մեծերի համար, հեզություն ու խոնարհություն։ Սա է, որ մենք սովորում ենք Աստվածամորից։ Գիտեք, մենք սուրբերի տոները տոնում ենք, չէ, ամեն շաբաթ մի սրբի տոնի համար կամ մի քանի սրբերի պատարակներ կան։ Ինչու է եկեղեցին ասում, որ մենք տոնենք այդ սուրբերը։ Ինչու ենք մենք հիշատակում սուրբերին, որ տեսնենք թե այդ մարդիկ ոնց են ապրել իրանց կյանքը, որ մենք էլ այդ օրինակով ապրեն, այդ մարդիկ ոնց են համբերել, այդ մարդիկ ոնց են ճիշտը սխալից զանազանել, այդ մարդիկ ինչպես են կրել իրենց սխրանքը քրիստոնեական, ինչպես են կրել իրենց խաչը,
Մենք էլ նայում ենք այդ սրբերին իրանց օրինակով, որ մենք էլ այսօրվա օրվա մեջ կարողանանք նույն ձևով ապրել, այլ ոչ թե արդարանանք, թե ժամանակները փոխվել են ու մեր գլխների տակ փափուկ բարձ դնենք ու չանենք այն ինչ որ պետք է անենք որպես քրիստոնյաներ։ Եվ ահավասիկ տեսեք ինչ ենք սովորում մենք Աստվածամորից, խոնարհություն։ Խնդրում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ, ձեր աղջիկներին մանավանդ սովորեցրեք այդ բանը, խոնարհություն, հեզություն։ Մի քանի տարի առաջ Ամերիկայում ենք Սուրբ Ծննդյան օրն էր, գնացել էինք միտեղ, որտեղ հայկական եկեղեցի չկար, բայց համայնք կար։ Ես հիշում եմ, վարդապետի հետ էինք, մեր վարդապետը հարցրեց Հայր Սուրբը, ժողովրդին ասեց, ժողովուրդ ձեռները բարձրացրեց, մի խումբ երեխեք կային, մի 30 հոգի երեխեք կային։ Ասեց երեխեք, ձեզանից ով գիտի ինչ բան է խոնարհությունը, ձեռք բարձրացրեց։ Մի հոգի ձեռք չբարձրացրեց։ Այդ երեխեք երևի չեն լսել, թե այդ ինչ բան է խոնարհությունը։ Իսկ տեսակ այսօրվա, երբ որ Աստվածամայրը իր երգն է երգում, մեծացուցե անձնի մստեր եւ ցնծասե հոգի իմ Աստծո փրկչամբումը, քանի անգամ ասում Աստված պարգևատրում է իր երկյուղացությունն ունեցողներին, այն մարդկանց, ովքեր ունեն Աստծո երկյուղը, այն մարդկանց, ովքեր որ խոնարհ են եւ փշրում է ամբարտավաններին։ Այսօրվա հիմնական դասը, որ մենք սովորում ենք այս տոնից, ելի բարեկամներ, եղբայրներ ու քույրեր, խոնարհություն, հեզություն եւ Աստվածամորը օրինակ ունենա։ Խնդրում եմ ձեր աղջիկներին, ձեր ջահել հարսերին, ձեր թոռներին, ձեր կանանց սովորացրեք Աստվածամոր պես շնորհքով հագնվեն։ Առաջի հերթին մեր խոնարհություն արտահայտման մեր հապու կապով։ Հիմա ցրտերն ընկել են, այ չգիտեմ, դուք ձայնագրում եք այս բանը։ Ես ուզում եմ որ մարդիկ լսեն։ Ես գալիս եի Հայաստան, ասում եմ ցրտերն ընկել են, երեք մի քիչ շնորհքով հագնված կնեն, բայց դուրս ես գալիս, աղջիկները այնքան քիփ են հագնված, որ չես իմանում վրան շոր կա թե չկա։ Ամոթ է, պետք է մարդիկ իմանա եւ տղամարդիկ մենք էլ չհանդուրժենք, կամ Facebook-ներում նայում է սոցիալական ցանցերում, տղամարդը կանգնած է, կինը կողքը կանգնած, կիսամեր, որ տղամարդը այդ բանը դնում է իր բանին, Facebook-յան էջին, չի ասում ամարդ, ամոթ չունեմ, բան չունեմ, ալամաշխարը նայում է քո կնդան։ Այս բանը մենք պետք է իմանանք, ամոթ, ապուր, հետ պետք է գանց այս բաները։ Տղամարդկությունը չի մահացել եւ ահավասիկ Աստվածամոր օրինակը մեր ամեն մի աղջկան, երիտասարդ աղջկան կամ տարիքով կնոջը օրինակ պետք է լինի։ Ես տարիներով մեծացել եմ, գյուղ եմ գնացել, տատիկիս մազերը չեմ տեսել մի անգամ, որովհետև ամբողջ ընթացքում գլխաշորով էր այդ կինը ման գալիս։ Մի անգամ հիվանդ էր, հորքուրներս մազերն էին արձակում, որ չգիտեմ դեղ պետք է տային թե ինչ, ասեցի ինչ տատիկիս մազեր ունի, չէի տեսել այս բան, բայց ինչքան ենք մենք ընկել, դրա համար ինչքան կարևոր է Աստվածամորն ունենալ որպես սրբության եւ խոնարհության օրինակ։ Սա է հիմնական դասը, որ մենք սովորում ենք այսօր սիրելի ժողովուրդ այս տոնից։ Եվ դուք գիտեք, որ մենք բոլորս անցնում ենք շատ դժվար ժամանակներով։ Մեր եկեղեցին անցնում է շատ դժվար ժամանակներով։ Երեք ես կարդում եմ 31-րդ Սաղմոսը, այնտեղ էսպիսի խոսքեր կան։ Ասում է. Աստուծո ձեռքը ծանրացավ իմ վրա, եւ ես թշվառացա, քշերը ծակեցին ինձ։ Աստուծո ձեռքը ծանրացավ իմ վրա, եւ ես թշվառացա։ Թշվառ նշանակում է ողորմելի, կարեկցանքի արժանի, երևի նաեւ նշանակում է վառ գույնը, վառվածությունը, թռչնած, երևի, ես չեմ նայել բառարանի մեջ, բայց մեր ազգի շատ ժամանակներ, բաների մեջ որ նայում ենք, մենք դժվար վիճակում ենք հիմա հայտնվել, որովհետև 30 տարի ինչ որ Աստված տվել էր, մենք վատնեցինք, մսխեցինք, չգնահատեցինք այն ինչ որ Աստվածն էս տվել էր։ Եվ Աստծո ձեռքը ծանրացավ մեր վրա։ Մենք դժվարացանք եւ կյանքի փշերը ծակում են մեզ։ Ինչ անել այս վիճակում։ Շատ բաներ կա, որ մեզ տրված չի իշխանություն ինչ-որ մի բան փոխել։ Փոթորիկներն եկել են մեր անձնական եւ ազգային կյանքը, պետական կյանքը ալեկոծել են, եկեղեցական կյանքն են ալեկոծել, փոթորիկներ են եկել։ Ինչ անել այս փոթորիկների ժամանակ։ Խնդրում եմ ձեզ, հիշեք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը Լեռան քարոզի վերջում։ Ում նմանեցնեմ են մարդուն, որ լսում է իմ խոսքը եւ պահում է իմ պատվիրանները, նմանեցնեմ են մարդուն, ով իր տունը, իր կյանքը կառուցում է ժայռի վրա։ Ժայռը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, իր խոսքը, իր պատվիրանները, իրեն հետևելը, իրեն հնազանդվելը։ Մի բան ասում է չի կարելի, վсё, չի կարելի, չեմ անի, մի բան ասում է սենց կանեմ, վсё, սենց կանեմ, ոչ թե փորձենք արդարանալ, ոչ թե փորձենք, չգիտեմ, ինչ ասեմ, կրուտիկներ անեն, ինչա թե մեր ուզածը կատարենք, չի կարելի սեփական կամքը կատարել, չի կարելի սեփական ցանկություններին հետևել, այլ եղիցին կամք քո, ոչ թե եղիցին կամք իմ։ Խնդրում եմ այս բաները դուք սիրելի ժողովուրդ, չմտածեք ձեր վրա եմ ջոանացած, բայց ուզում եմ որ դուք այս բաները պատմեք ձեր տնեցիներին, պատմեք ձեր երեխաներին, ձեր թոռներին եւ արտահայտվի այս ամեն ինչը ձեր կյանքում որպես օրինակ, որպես աղ, այստեղ քիչ են, չէ՞ այսօր։ Դուք բան գործ թողել եք եկել եք ստեղ, բայց աղն էլ քիչ անեն։ Տեր Հիսուսն ասեց դուք եք երկրի աղը, մի աման ճաշին, մի աման աղ չեն լցնում, այլ մի պտղուն ծաղ են լցնում։
Մենք հիմա ցրվելու ենք, գնալու ենք ամեն մեկս մեր կյանքի մեջ։ Խնդրում աղաչում եմ ձեզ, մեզ շատ աղոթք կա պետք, մեզ շատ օրինակ կա պետք, մեզ շատ քրիստոնեական սրբության օրինակներ ա պետք։ Դուք այդ օրինակները եղեք, մի մոռացեք, որ կոչված եք այդ բանը լինելու։ Համ կտանք կյանքին եւ մեր կյանքը կփոխվի, եթե մենք այս փոթորիկի մեջ ամուր մնանք։ Իսկ եթե ամուր չմնանք, գնանք մեր ցանկությունների հետևից, մենք կնմանվենք այն մարդուն, ով որ իր կյանքը կառուցել է ավազի վրա։ Փոթորիկը երբ որ եկավ, այդ տունը չդիմացա։ Հիմա շատ մարդիկ արխային են, որովհետեւ փոթորիկը ամեն օր չի գալիս։ Օրինակ 30 տարի տես որ նայում ես փոթորիկ չի եղել, չէ՞, Արցախը տվել է մեզ, մեր տարած հայրենիքը ընդլայնել է, մեր սերնդին տվել է պետականություն, մենք էլ առողջ ապրել ենք ու բողոքել ենք, դժգոհել ենք ու ասել ենք երկիրը երկիր չի, փոխանակ ասենք մենք այն չենք ինչ որ Աստված ուզում է մեր լինել։ Այ խոնարհության օրինակներից մեկը թե ինչ բան է խոնարհությունը, որ այսօր մենք սովորում ենք, եկեղեցու հայրերն ասում են, որ մարդը գիտենա, հասկանա, որ ինքը այն չի, ինչ որ Աստված ուզում է որ ինքը լինի։ Մենք այդ մակարդակին չենք ինչ որ Աստված ուզում է որ մենք լինենք։ Խնդրում եմ ձեզ, ձեր կյանքերը ամեն ինչի մեջ կառուցեք Քրիստոսի վրա եւ այս նույնը սովորեցրեք ձեր երեխաներին, ձեր մտերիմներին, ովքեր որ լսում են գոնե ձեր խոսքը։ Իսկ այս դժվար խոսքերի մեջ, ինչպես ես մի քահանայից լսեցի երեք, լավ հիշեցրեց, դուք եք հիշեք սիրելի ժողովուրդ, այն խոսքերը, որ Պողոս Առաքյալն ասեց Հռոմեացիներին, 8-րդ գլխի 28-րդ համարում, լավ հիշեք, Հռոմեացիներ 8:28, հեշտ է հիշելը, ամեն ինչ բարիով է կատարվում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Այս բոլոր փոթորիկների մեջ մեզանից նրանք, ովքեր իսկապես սիրում են Աստծուն, սիրել Աստծուն նշանակում է կատարել իր կամքը։ Իշմեք Տեր Հիսուսն ասեց վերջին ընթրիքի ժամանակ, ինձ սիրում է նա, որ պահում է իմ պատվիրանները։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները կպահեք, սա է չափանիշը։ Այլ ոչ թե բերանով ասես սիրում եմ, բայց հոգիդ ու սիրտդ ու քո գործերը հեռու լինեն Աստծուց։ Ուրեմն մեզանից նրանք, ովքեր որ սիրում են Աստծուն, այս ամեն ինչը մեր բարիքի համար է լինելու։ Չգիտենք ոնց, Աստված գիտի, ժամանակին կտեսնեն, եկեք մենք էլ մեն մարդկանց պես սպասենք, մինչև որ Աստուծո այս խոստումներն իրականանան մեր բոլորի կյանքում։ Իսկ նրանք ովքեր որ չեն սիրում Աստծուն, նրանց համար լավ չի լինի, նրանց համար դժվար կլինի եւ Երանի այդ մարդիկ էլ հասկանան, որ երբ որ Աստուծո ձեռքը ծանրանում է քո վրա, դժվարությունը պատում է քեզ ու կյանքի փուշերը սկսում են քեզ ծակել։ Դրա համար խնդրում եմ ձեզ, պինդ մնացեք մեր հավատի մեջ, լավ օրինակ եղեք, դիմացեք այս դժվարություններին, երկար աղոթքով տոկացեք ու դիմակայեք այս դժվարություններին։ Հանկարծ մենք չլինենք այն երեխեքի պես, որ գալիս են դրան զանգը տալիս են ու փախնում են, մինչև գնես դուրը բացում ես փախնում են։ Երկար զանգը տվեք, Աստուծո զանգը երկար տվեք, դիմակայեք, սպասեք, հավատացեք եւ կտեսնեք, թե ինչպես լույսը նորից կգա, դժվարությունն ու խավարը կհեռանա, որովհետև մենք այս փոթորիկի մեջ պինդ բռնած ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսից, ում փառք, հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Շնորհակալություն Աստծո, արքիկ մեջ հաստատ լինես, Ավետարանը համբուրենք։ եկեք միասնական լինենք Ժորժ ջան, մեր հավատքի, մեր ուխտի մեջ, բոլորս ուխտ ենք արել, լինել քրիստոնյա սուրբ մկրտության ավազանը, մեզ կապել է բոլորիս միասին։ Ամեն։ Դարձրել է մեկ։